Մինչ ԱՊՀ գործընկերների հետ մի սեղանի մոտ նստելը Ռուսաստանի նախագահը շրջայց է կազմակերպել տոնական Էրմիտաժում։ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին պատմել է աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկի մասին, որտեղ ավելի քան 3 միլիոն ցուցանմուշ է ներկայացված։ Փաշինյանը, որ հրապարակված կադրերում ամենահետաքրքրվածն է երևում, շրջայցի մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել, տեղեկացնելով, որ նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում են եղել։ Ըստ հրապարակված կադրերի նա ամենաշատն է հարցեր տվել Դաշնության նախագահին։ Էրմիտաժում շրջայցից հետո ոչ պաշտոնական հանդիպման համար մի սեղանի մոտ են հավաքվել ԱՊՀ երկրների ղեկավարները, ինչպես սովորաբար անում են ամեն տարի, անցած ամիսներին իրենց հաջողություններն ու կիսատ մնացած գործերը ամփոփելու համար։ Անցնող տարին ԱՊՀ-ի համար հաջողված է համարել Վլադիմիր Պուտինը, գագաթնաժողովի սկզբում ելույթ ունենալիս։ Ավելի քան 3 տասնամյակի ընթացքում համագործակցությունը հաստատվել է որպես տարածաշրջանային ինտեգրացիոն հեղինակավոր միավորում, որտեղ մասնակից երկրները հարաբերություններ են կառուցում իրական բարիդրացիության, իրավահավասար գործընկերության, փոխշահավետության, միմյանց շահերը հարգելու և հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։ Հաջողված համագործակցության ապացույցներից մեկն այն է Պուտինի խոսքով, որ Խորհրդային Միության տարիներին մեկ պետության մեջ ձեռք բերված հաջողությունները բոլոր ոլորտներում իրենք կարողանում են պահպանել հենց անկախ պետությունների համագործակցության միջոցով։ ԱՊՀ-ի շնորհիվ է, որ մեզ հաջողվել է պահպանել, իսկ շատ ուղղություններով նաև էապես ավելացնել մեկ պետությունում ապրելու տարիների ընթացքում ձևավորված տնտեսական, սոցիալական, հումանիտար և մշակութային կապերը։ Անցնող տարում մեր երկրների բազմապլանային փոխգործակցությունը հաջողությամբ է զարգացել։ Այդ մասին է վկայում համագործակցության մասնակիցների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառության պատկառելի ծավալը, որն ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում կազմել է գրեթե 90 միլիարդ դոլար։ Մինչ այս հայտարարությունից Պուտինն անցնում էր արժութային ֆինանսական հաջողություններին, նրա ամենամտերիմ ղեկավարներից Բելարուսի նախագահը բեղերը սանրելու ճար էր տեսնում, հավանաբար չկասկածելով, թե տեսախցիկը խոշոր կադրով հենց իրեն է նկարում։ Համագործակցության երկրների առևտրային գործարքների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը արդեն գերազանցում է 96%-ը։ ԱՊՀ երկրների գործարարների մասնակցությամբ իրականացվում են խոշոր արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծեր։ Պուտինը ԱՊՀ-ում գործակցության կարևոր ուղղություն է համարել ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Հիշեցրել է, մինչև 2028 թվականը պետք է իրականացնեն հակաահաբեկչական ուղղությամբ գործողությունների ծրագիրը, մինչև 2030 թվականը ԱՊՀ երկրների արտաքին սահմանների պաշտպանության ծրագիրը։ Դիլիթ Սարգսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։